Ձեզ համար սպասելի էր այս հապճեպ որոշումը դատարանի եւ եթե ծանոթ եք մեղադրանքին, ինչպես կգնահատեք։ Շնորհակալություն հարցի համար, հարցին երկու պատասխան ունեմ, որպես իրավաբան իհարկե սպասելի չէր, մենք սպասում ենք արդարացման որոշման, բայց բոլորս հասկանում ենք, որ քաղաքական դրդապատճառներով սպասելի էր, որ նմանատիպ որոշում կլինի, բայց սա չափից ավելի շատ էր, քան մեր սպասելիքը։ Եթե անգամ պետքա լիներ դատավճիռ մեղադրական, ապա գոնե պետքա լիներ նվազագույնով, այլ ոչ թե առավելագույնով, բայց հաշվի չառնելով մի շատ հանգամանքներ, մի կողմ դնելով գործի ոչ իրավական մասը, մի կողմ դնելով լիքը հանգամանքներ, 4 երեխաների հայր, անչափահաս երեխաների հայր, իրենց մատնանշած ժամանակահատվածից հետո վերընտրված համայնքի ղեկավար, արդեն ինչ խոշորացված համայնքի ղեկավար, մի շարք հանգամանքներ հաշվի չառնելով նրանք այնպիսի դատավճիռ կարդացին, որով զրկեցին նրան եւ ազատությունից, որով նաեւ կարող էր այդ ժամանակահատվածը օգտագործել առաջի հայցանի դատանը վերաքննություն բողոքարկելու, այլ նաեւ դատապարտեցին 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Պարոն Հակոբյան, առիթ ունեցել եք զրուցել այս օրերին, երբ արդեն տեղեկացել եք խափանամիջոցի փոփոխության մասին Համբարձումյանի հետ, ինչպիսի տրամադրվածություն ուներ, ինչ էր ասում, ինչ էր նշում։ Բնականաբար առիթներ շատ են եղել, բարբերաբար ենք զրուցել, կախված աշխատանքային, նաեւ մեր հետագա առիթների մասին։ Քմծիծաղով եւ հեգնանքով են նայում դատավճռին, զարմացել էր, որ իրեն ճանաչողները մտածում էին, որ կարող է նա որևիցե մի պահ, մի վայրկյան մտածի, որ կարող է փախնի եւ դիմի փախուստի, եւ նա վստահ է, որ իր պայքարը հասնելու է հաջողության եւ հաղթական տրամադրությամբ գալիս է Հայաստան։ Մարդը գիտակցում է, որ գալիս է Հայաստան եւ ունի դատավճիռ եւ գնալու է նստելու 6 տարի 3 ամիս ժամկետ։ Դատավճիռի հրապարակման 7 տարի անց որոշեցին, որ նա պետք է պատիժ։ Ժողովուրդ ըստ իս չէ, ըստ յուրաքանչյուր խելամիտ դատողություն ունեցող մարդու հասկանալի է, որ նրան մեկուսացնում են առաջիկա բոլոր ընտրական եւ քաղաքական գործընթացներից։ Համբարձումյան Դավիթը Հայաստանի Հանրապետությունում կարևորագույն ֆիգուր է հանդիսանում, թե համապետական, մի կողմ դնեն վարչապետի թեկնածուի կարգավիճակը, դրա մասին կխոսեն եւ կազմակերպիչները եւ առաջադրող քաղաքական ուժերը, մի կողմ դնելով դա ինքը մեծ ուժ է ներկայացնում Իրանից համապետական ընտրություններում։ Բնականաբար նման մարդ, նման սկզբունքային տղեն չէր կարող ուղղակի լիներ ազատության մեջ։ Ալեն Սիմոնյանը պնդում էր հակառակը, թե իրենց այսպես ասած ինչ է ներկայացնում, մոռանալով հավանաբար, որ Դավիթ Համբարձումյանը արդեն առիթ ունեցել է ապացուցելու իշխանությանը, թե իրենց ինչ է ներկայացնում եւ չի պարտվել իր համայնքում։ Ալեն Սիմոնյանի շարքերում ժամանակավոր կամ մշտական տեղակայված մարդկանց չեմ ուզում մեկնաբանել։ Նրանք շատ լավ են ճանաչում Դավիթ Համբարձումյանի տղամարդ տեսակը եւ բնականաբար այլ բան չունեն, քան ստով գրելու հասարակությանը, Facebook-յան հասարակությանը ստով պետքա կերակրեն եւ այսօր թե երեք ինչ-որ ի պատասխան Համբարձումյան Դավիթի տեսանյութ է հրապարակել, որտեղ որևիցե բան չի ասվում հանցագործության կամ ինչ-որ իրավախախտ լինելու մասին։ Ժողովուրդ, ես լինելով Համբարձումյան Դավիթի ընկերը, լինելով Համբարձումյան Դավիթի առաջի տեղակալը, վստահեցնում եմ ձեզ, որ այն ինչ կատարվում է ուղղակի ծիծաղալու է։ Չկա բարոյական եւ իրավական որևիցե կողմ։ Պարոն Սարգսյան, դուք ստանձ։ Ես Հակոբյանն եմ։ Պարոն Հակոբյան, դուք ստանձնեք քաղաքապետի պարտականությունները այդ ընթացքում, ինչ պարոն Համբարձումյանը լինի անազատության մեջ։ Մինչև այսօր պարոն Համբարձումյանը գտնվում էր արձակուրդի մեջ եւ ես էի փոխարինում նրան։ Այսօր լրանում այս վաղվանից նա պետքա ներկայանար աշխատանքի։ Ըստ օրենքի նրա բացակայության ժամանակ փոխարինում է նրան համայնքի ղեկավարին բացակայության ժամանակ փոխարինում է առաջի տեղակալը Մասիս համայնքի պարագայում հանդիսանում եմ ես։ Բայց զարգացումները հաշվի առնելով մենք խելամիտ որոշում կկայացնենք եւ կգնանք առաջ։ Ես մի բան կարող եմ փաստել, որ Դավիթ Համբարձումյանի կազմած եւ ղեկավարած քաղաքական եւ աշխատանքային թիմը ուժեղ է եւ իզորու է իր համայնքի ղեկավարը իր քաղաքական թմի
իր առաջնորդի ծրագրերը ավարտին հասցնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը, որը մեր պաշտպանման ժամկետն է։ Երեք դուք բացառում եք, որ պարոն Համբարձումյանը կարող էր զենքի գործադրմամբ, ինչպես մեղադրանքում է նշվում, խոչընդոտել մարդկանց տեղաշարժը, խոսքը Հայանիստ Խովտաշատ, այդ գյուղերի Խաչմերուկի մասին է։ Ես ճանաչելով նրան պարզապես բացառում եմ դա։ Պարզապես բացառում եմ։ Եթե նման բան լիներ, ժողովուրդ, եթե զենքի գործադրմամբ այն էլ այդ ժամանակ համայնքի ղեկավար ընտրված մարդ, ընդդիմադիր մարդ, որ որևիցե մի օր, մի վայրկյան չի նահանջել իր սկզբունքներից, 7 տարի ուղղակի քրեական գործը չէին քննասնի, բերեին հանգեցնային այսօրվան։ 7 տարվա մեջ 700 պատճառ ունեին, որ այդ զենքի գործադրման հորինվածքը կապեին եւ այս օր ունենայինք, ասենք 5 տարի առաջ, 4 տարի առաջ։ Սա ուղղակի հասավ քաղաքական այն պիկին, որ պետք է Համբարձումյան Դավիթը այլևս որպես քաղաքական ֆիգուր չունենա ազատություն։ Եվ պարոն Հակոբյան, կներեք մեկ հարցել, մենք այստեղ խոսում ենք պարոն Համբարձումյանի աջակիցների հետ, բարձվում է, որ նրանցից շատերը համայնքապետարանի աշխատողներ են, աշխատանքի ժամին են դուրս եկել այստեղ հասնելու համար, սա խնդիր համարում եք, թե ոչ։ Ըստ էության դուք եք շուտ։ Աշխատանքի ժամից շուտ դուրս չեմ եկել, 6-ին 5 պակաս եմ դուրս եկել ես։ Երևի թե կլինեն մի քանի աշխատողներ, որոնք կարող է 5:30, 6-ին 5 պակաս դուրս եկած լինեն։ Որևիցե հրահանգ, որևիցե կազմակերպչական աշխատանք չկա ու ես բարոյական իրավունք չունեմ իրենց քաղաքական թմի ղեկավարին, ում հույս կա գոնե միջև կալանավորում է 1 րոպե, 1 անգամ տեսնելու կամ ողջունելու, ասել մի շտապեք այնտեղ։ Չեք կարծում, որ դա խնդիր կդառնա։ Ոչ, չեմ կարծում։ Եթե 5 կամ 6 աշխատակից կամ 10 աշխատակից 6-ին 20 պակաս է դուրս եկել աշխատանքի վայրից, դա ընդհանրապես աշխատանքային հարաբերությունների հարց է եւ աշխատակազմի քարտուղարը կամ համայնքի ղեկավարի պարտականություններ կատարողը քննարկի արդյոք դա կարգապահական տուժի հարց է թե ոչ, ավել բան չկա այդտեղ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։